Հարգանքներս բարեկամներ, մենք գտնվում ենք Սևան քաղաքում։ Սևան քաղաք մենք շատ ենք եկել, բայց պատվերով չեմ հիշում, որ եկած լինենք, սա առաջինն է։ Հետևաբար մեծ սիրով են գալիս Սևան քաղաք։ Հիմա Սևան քաղաքի առօրյան է ձեր կադրերում։ Նկատենք Սևանի գեղեցկությունը, մեծ քաղաք չի, բայց բնակեցված է բարի, գեղեցիկ, ստեղծագործ մարդկանցով։ Սևանա լճի անունը կրող քաղաքն է եւ այստեղ հենց Սևանա լճի պահապաններն են ամենաուժեղ։ Մի հզոր տեղ, ճանապարհը լայնարձակ եւ մենք հիմա ընկերներ կարծես հետ գնացած լինենք անցյալ, որովհետեւ մեր հին մեքենայով ենք, մեր Mercedes-ը մեզ հետ է հիմա։ Ուրախանալով պատտվում ենք, պատույտներ են գործում, կարծես անցյալը ետ եկած լինի, վերցրած լինեմ Mercedes-Benz-ը եւ շրջեմ աշխարհով կրկին։ Հիմա մի երկու պտույտ կանենք Սևան քաղաքով, ցույց կտանք ձեզ Սևանը, հարգելի սևանցիներ, ովքեր գտնվում եք արտերկրում եւ կարոտել եք ձեր քաղաքը։ Ես էլ հիմա մեծ սիրով պտույտներ կանեմ, ցույց կտամ, կծանոթացնեմ նորից ինչն է փոխվել, ինչն է նույնը եւ այսպես կշարունակենք մեր ճանապարհը։ Տեսեք, սա շրջանաձև երթևեկությունն է Սևանի եւ այսպես մենք շարունակենք, գնանք մի երկու պտույտ անենք, այսօր պետք է գնանք առաջի դպրոցի մոտ պատվեր տանելու, սիրված հայրիկի մեծ աղբեր իշխանի 70-ամյակն է եւ նրա որդին Եվրոպայից որոշել է գա եւ որոշել է անակնկալ անի մեր միջոցով Սևանա գեղեցիկ քաղաքն է, ձախից սեփական տներն են, մեկը մյուսի նման գեղեցիկ, հիշեցնում են հին քաղաքը, այստեղ ավելի շատ հին Սևանն է իր ամեն ինչով։ Հիմա սլանում ենք այս ճանապարհով, մի երկու պտույտ անենք, գնանք մի խանութ, գեղեցիկ տորտ վերցնենք, որ գնանք մեծ աղբեր իշխանի ծննդը շնորհավորենք իր որդու ընտանիքի կողմից, Արո աղբոր, ով հիմա Եվրոպայում է եւ շատ է կարոտել հայրիկին, շատ է սիրում հայրիկին եւ չէր կարող ուղղակի անտարբեր մնալ հայրիկի ծննդյան օրը։ Սևանա քաղաքում հոսերը էլի կան, փոսիկներ ունենք մի քիչ ասֆալտի վրա, դե սեզոնից հետո փոսիկներն են գալիս, հիշեցնելով, որ գարուն է եկել, ձյուն հալվիր, որ գան չոր եղանակին ասֆալտը թարմացնեն։ Մոտենում ենք դպրոցի, հա երևի, առաջի դպրոցը, այսինքն մենք ճիշտ տեղ ենք գնում, էլի, ենք անում Վարդան, համաձայն եմ քեզ հետ բարեկամ, բայց հոսերը ունենք կարք, այս հատվածները եկել են։ Դպրոցը են, հա, մենք հասել ենք հաշվի, այսինքն մենք հիմա պետք է պտույտ, արա կարմիր է, հա, ախ, քո անհարմար կարմիր, էսի արև ընկել էր աշկերիս, չտեսա որ կարմիր էր, տեսար որ ես չտեսա որ։ Տեսեք ընկերներ, գեղեցիկ զբոսանավ է կայանված Սևանի փողոցների մոտ։ Եվ հենց այստեղից էլ ես շրջադարձ կկատարեմ, կհիանանք մոտիկից ու կանցնենք կգնանք դեպի այն խանութը, որը կարող է մեզ տորտ տալ, տորտ օրինակ։ Տենանք ստեղ ունեք տորտ։ Գնով նայեմ, Վարդան։ Գալիս ես գնանք նայենք։ Արի գնանք։ Մեր Արտուրն է, ընկերներ, մեր հերոսներից, իմ հերոս զինվոր, դու տանն ես, դու տուն ես դարձել, ժպիտը դեմքիդ, հայացքը թպատ, տորտի նկարել կա, մնուզոր, հենց տորտի տեղա, Սևանի այս հատվածը առաջին անգամ են գալիս, բանուկ հատված է, ինչ խոսք, շատ են մեքենաները, շարժը, խանութները, հետևաբար մենք մտածում ենք, որ այստեղից հաստատ կգտնենք մեր երազանքի տորթը։ Հիմա որոնում ենք, որ գտնենք այն խանութը, որտեղից շատ հնարավոր է գտնել մեծեր, մեծ սուպերմարկետեր։ Այսա մի քիչ պտույտներ անենք, եթե ուրիշ մեծ սուպերմարկետ չգտնվի, կգնանք այնտեղ Վարդան։ Անպայման խոստանում եմ։ Տեսես ինչ է, Ռոյալ։ Ներսա խանութ չի։ Մեծ աղբեր։ Աբա ինչ աղբեր խանութ է։ Աղբերս մակուրտունը, ահա։ Մակուրտանը տորտի պարագաներ չեն ծախի երևի, ինձ որ այսինքն նորից շարունակենք խելոք մեր ճանապարհը Սևանա քաղաքով ընկերներ։ Մեզ ինչա, Վեստա։ Մանրիկ խանութ։ Մանրիկ խանութն էլ դժվար տորթ լինի։ Մանկիկ էր, մանկիկ խանութ է, ոչ ասի մանրիկ։ Օ, բանը, բանջարեղենն է շատ Սևանում, զգում ես, բանջարեղենի խանութները շատ է։ Բայց այս հատվածը շատ սիրուն են սարքել, շենքերը գեղեցիկ էր դուրս եկավ։ Էսթետիկ տեսքը լրացնում էր Սևան քաղաքի կոլորիտը, ընկերներ։ Աջից գեղեցիկ փողոց է,
Ահա, շատ սիրուն է ամեն ինչ։ Մենք շարունակում ենք մանր առաջ գնալ։ Ես այս կողմ չեմ եկել, առաջ անգամ եմ գալի։ Դու էլ։ Շատ հետաքրքիր է։ Նայում ենք, ծանոթանում ենք Սևանին, ընկերներ։ Սևան քաղաք առաջին անգամ ենք գալիս պատվեր, մի անգամ եկել ենք այդ շատ շուտ ենք եկել Տարոն սուպերմարկետ ենք գտել ընկերներ, հետևաբար հեսա պատտվում ենք գանք։ Այսքան տեղներ ֆրանկ, ույսիշ մեծ հսկա շենքա։ Ինչ է, մեդիցիալ ցենտր Սևան։ Հրտեսիշ սիրուն է Սևանի հիվանդանոցը, բժշկական կենտրոնը։ Վերանորոգել են թե։ Հա, վերանորոգած է, շատ սիրուն ու գեղեցիկ, հավանեցի։ Սուպերմարկետ Զիմ ախպերս։ Զիմնի վրեմյա էլի։ Ընկերներ, Սևան քաղաքն է եւ հերոսին նկարի, մեր Լևոն ախպորը։ Հիմա մենք գեղեցիկ տեմպով ուղևորվում ենք դեպի մեր հոբելյարի հասցե, քիչ հետո զանգենք ու մոտենանք։ Ուրա ո՞րից ենք մենա։ Դպրոցի դեմի բնակչենք, մենա, հա։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք Սևանի թիվ 1 դպրոցի մոտ։ Իսկ մեզ ասել են, որ հենց դպրոցի դիմացի շենքերը այստեղ ունենք 1 2 3 4 5 շենք, բնակ շենք։ Հիմա զանգեմ մեր Արո ախպորը։ Թող նա ինձ ասի, որ շենքն է նրանց է։ Զանգում ենք Եվրոպա, հլեն տեսարանը ինչ սիրուն է։ Առաջ 7-րդ Մաշտոցի 7-րդ դպրոցը հիմա համար առաջի դպրոցա կոչվում Սևանի ախպերս։ Հա, Մաշտոցի դպրոց մանկանք այսինքն։ Բարձրանանք բարեկամ, ստենա, սվետաֆոր կարգ թե չկար դրել են։ Էզանես լավ տեղ են դրել, իրանց իջնել ծարվա աշկեր ծակումա չես տեն, որ կարմիր լույսա։ Հա։ Ես քո մանկության թաղերն են Արո ախպեր։ Աջան։ Մանկությանը թաղերն, հա։ Ախպերս մանկությունս է դեռ Բատես, կարոտը տար, հլը տեսիշ սիրուն է։ Մեր Սևանը։ Գասեց ուղղակի ուշացումով չկարացավ 20 օրից կգամ ախպերս։ Բայց ասեմ, որ թե թողենք անակնկալ գաս։ Ասա, արդեն Դե կասեմ լավ։ ասեց, չար, հիմա չեկավ, երեխեքը դպրոց են չասեցի։ Հա։ Դե Եվրոպա տեղը տենց է, ախպերս, մենք գիտենք, Եվրոպա հեշտ չի։ Հա, իմ ախպեր, հենց այդ։ Բայց Ամերիկա հեշտ է, ախպեր։ Հա։ Սիրուն փողոց, ախպեր, հրաշալի, Եղևնիները միանից, նորակառույցը ձախից, հենց ինչ սիրուն շենք ենք գցել Սևանում։ Հա, շատ սիրուն, այդ նոր են սարքում։ Հա, հզորություն է։ Հա։ Ստեփան, կամաց սիրունանում է քաղաքը։ Բա, հրաշք է դառնում։ Առաջ ավելի նոր էր, հիմա շատ է գնացել, նորից սաղ սարքել։ Դե տենց է։ Ստեղով աճ։ Հա։ Դե հեսա թո կարմիրը դառնա կանաչ, որ մեր հետևից չգան մեր հարգարժան բարեկները եւ ասեն դու կարմիր լույսի տակով ես անցել բարեկամ, քեզ պետք է արձանագրենք մեր արձանագրության մեջ։ Նշենք քո մասին մի երկու տող։ Օրենքով պետք է շարժվի։ Հա, օրենքով ախպեր, ես օրինաց եմ, ես օրինաց անձնավորություն եմ, հայորդի եմ։ Ես օրենքի գիժ եմ, ախպեր, ես շատ եմ սիրում օրենքը։ Օրենքը ախպեր, ես հարգում եմ։ Որը։ Մնացել եք, բքին մնացել եք, չէի կարում եք հատ։ Բա։ Բան եք, իրանցի եք։ Հա։ Այն նրանք արին, որ Իրան հիմա պատերազմա, հա։ Որ չգային նտես չերելի։ Հրաշք է, Սևան քաղաքը։ Ես կողմերը առաջի անգամ եմ եկել, ես ուղիղ անցնեմ։ Ուղիղ ախպեր, սենց այդ աջի կողմի շենքն է, որ երևում է, տակը տես արդեն դեսերտ է գրածել հիմա նայի։ Տորթեր խմորեղ են։ Դեսերտի արվեստ կարս տե, ես կմտնեի ստեից կվերցնեի, էլի տորթեր, խամ մտել եմ, էլի վատ տեղից չեմ վերցել, էլի մեր սուպերմարկետներից եմ վերցել, բայց դե էլի։ Հələ տես հարազատ բակը տաս, դե ֆուտբոլ խաղացած կլնես։ Շատ են խաղացել ախպերս։ Հիմա մենք ենք մտել ֆուտբոլի դաշտը խաղում ենք մեր ավտոյով, նայի, ձյուն է ամբողջովին։ Դեռ շատ են խաղացել։ Այդ ծառերը դիմացի 3 հատ ծառը տենում ես։ Հա, ոչ չեմ տենում։ Բո։ Ախպեր ուրիշ տեղ չասեն։ Ուրիշ տեղ չասես կմտածեն շատ մեծ ես, հələ ինչ հասկա ծառեր են, ախպեր, սրանք մեր 50 տարեկան ծառեր են արդեն։ Ախպերս տնկել ենք, ասեմ, երևի մի մոտ 40, հա 45 տարի առաջ ճիշտ է։ Ուժեղ է, ուժեղ։ Հա։ Բայց ախպերս, բայց դու ինչ ես 30 տարեկանի վիճ տալի հիմա բա։ Շատ սիրուն է։ Մենք յաններ ֆրծերու, ես էլ անուշ ախպեր, հա, հավայի կոնյակ չէ, ես անուշ ախպեր կոնյակն է։
ախպերս, հա։ Դե վсё, հելանք դեմ ենք ախպերս, մատ խաղարապարակը նկարենք նոր։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք Սևանի գեղեցիկ բակերից մեկում, այ մեր բակը ստե կարային նկարեին, որովհետև շատ սիրուն, գեղեցիկ, ներփագեղ բակ է, երկու կողմից ֆուտբոլի վառոդները, ու այսօր արդեն այստեղ քանի որ երեխաները առաջվապես տակարյուն չեն հելում ֆուտբոլ խաղան, դրա համար ավտոստայան կա, համել ավտոներն են շատացել։ Հիմա այս գեղեցիկ հիշողություններ պարունակող ֆուտբոլի դաշտից կամաց գնանք դեպի մեր իշխան մեծ աղբորձները շնորհավորելու։ Ինչ լավ է դեռ այստեղ դամաֆոններ չկան։ Ոչ թե խոսքով եւ լեզվով սիրեք, այլ գործով ու ճշմարտությամբ։ Հովանես 3:18 հոդված։ Բան, հոդված չէ։ Կետ, լավ, ոչ եմ։ Հետ, իմացար որն է։ Հիմա մենք բարձրանում ենք մեր Նոբելյարի օջախ։ Բարև ձեզ, մի հարց տամ։ Շնորհավոր ձեզ։ Մի ամսյակ այս գեղեցիկ լուսավոր մեծ աղբեր։ Հա, բան է, իշխան մեծ աղբոր տունը։ Դիմացի։ Չէ։ Աչը։ Աչը, հա։ Գմփիկ վերցրել ես Վարդան։ Հա։ Բարև ձեզ։ Մենք օպերատիվ տեղեկությունն ենք, որ ծննդած է տունը։ Ճիշտ է։ Ու դուք շատ ուրախ եք, չէ՞։ Ու ծափեր եք տալիս, հա։ Ծափեր տվեք, ուր է մեր իշխան մեծ աղբերը։ Թագավորի պես նստած է, հարգանքներս։ Ոտներս խերով ձեր օջախ, մի ամսյակը շնորհավոր ձեր։ Մի ամսյակը լինի շնորհավոր։ Մեծ աղբեր իշխան։ Բայց իշխանական կեցվածքով կարաս մենք լավ երազանք պահես։ Այսօր քո օրն է ու շատ մարդիկ են ուրախացել։ Հավաքվել են ամենամտերիմները, բայց մտերիմ կա, որ չի կարողացել գալ։ Ներողություն ա խնդրում, շնորհավորում ա ու պարտանում ա քեզանով։ Իմացար ով ա։ Հա։ Իմացել ես։ Ով ա։ Անես չի որ մենակ դուք օպերատիվ տեղեկություն եք։ Դուք էլ ունեք, հա։ Տեղեկությունները հասել ա տեղ։ Արո Անուշ աղբերը, շատ ասիրեմ իրա պապային, առողջ ելնես, այսպես միշտ գեղեցիկ ժպտաս։ Դե մտ, լավ, հա, երազանք պահալ, լավ, տեղը տեղ, կատարվելու է։ Խաղցելություն ենք ես բերել, որդուտ կողմից, նա կեզ շատ սիրում է, նա շատ էր ուզում գալ, բայց դե եբերոպա տեղը էլի, հարցեր կան, չի ստասպե գալը, ես մի բան եմ բերել, իրա գալու հետ կապված, այ, կեզ բերել ենք սենց տարբերվող, սիրուն նվեր, տալիս ենք, ես իկա պահես, որ գա իրար հետ խմեք, ասաց ամսի 22-ին բան կգամ, հա, տենց ասաց, 28-ից, հա, նատ վախասնեմ կեզ, վախասնեմ, պատրաստեք, այո, Ես թակավորականել նստել ես, ձեզ լավ որ բարձր տրամադրություն, դուք մեր Արոյի մայրիկն եք, ձեր առանձին շնորհավորում եմ ձեր մի ամսյակը, բամա չեք պաչի մեր մեծ աղբորը, սերը տնա է Արոն, լավ ըլնեք, սերը շատ, ոտներս խերով ձեր, չէ, ես գնում եմ Երևան, ես գիտեմ, որ սևանցիները հյուրասեր են, բայց ես պետք է գնամ։ Զգուրում տվեք, չէ, բայց բանա, չէ, պտի հելնեմ, անշալի կողնեմ, հետևնեմ, հա, ոչինչ, կգանք, հա, հետևում եք, դե լավ լինեք, առողջ լինեք, մենք հա, դե լավ եղեք, հեսա չավարա չուվտայով եթում ենք, չէ, բանը, սևանա չուվտայով գնում ենք, սևանա չուվտա, ընկերներ, սա հատուկ, հենց այստեղին բնորոշ ուտելիք է, ուտեստ է, որի ավանդությունը պահում են մեր բարեկամները, ես էլ սենց հպարտ վերցրած գնում եմ։ Նոր իմ ձեռքում տորթ էր, հիմա չուվտա, Վարդանը արդեն էլ չուվտան ձեռը չուտում է, կերավ սաղ։ Գնացինք ուղիղ Երևան, բայց ես բակից դուր եկավ, սեզոնին գանք ֆուտբոլ խաղանք, Այլի, Վարդանը համարում է, որ ֆուտբոլի սեզոնը հենց
գնդակա լինում է դա։ Այնպես որ ասեք դե ուտեմ, ես ինձ բան չի որ թողենք հետո ուտենք, չէ՞։ Լավն է, Սեբան ճուփան։ Դե ինչ հարգելի սեբանցիներ, լավ մնացեք, սիրով եղեք, իսկ մենք գնանք դեպի Երևան։ Բարեկամներ, չկնաղ երկինքն է Երևանի, որը իր մեջ ընդգծում է դարերի պատմություն, հզորություն հայոց ազգի եւ Արևմտյան Հայաստանի հենց վառ օրինակն է, որտեղ արևը մայր է մտնում։ Մենք արևելյանն ենք եւ արևելքի ու արևմուտքի մեջ ընկերներ եղել է ժամանակ, որ տարբերություն չի եղել, բայց այսօր կա, որը փորձում ենք հարթել, փորձում ենք վերադարձնել, հետ ուզել։ Դրա համար պետք է հզորանանք։ Հիմա մենք Երևանում ենք եւ եկել ենք գեղեցիկ անակնկալ անենք մի հրաշք առիթի ժամանակ հայոց մայրերին, հայոց աղջիկներին ԱՄՆ-ից Հարութ աղբոր ընտանիքի կողմից։ Հարութ եղբայրը ընկերներ 44 օրյա պատերազմի հզորներից է, ով մարտնչեց թշնամու դեմ, ավաղ տեսավ շատ ծանր պահեր, ապրեց անբացատրելի դժվարություններ։ Հիմա նա գտնվում է ԱՄՆ-ում իր ընտանիքի հետ միասին։ Մենք նրան շատ ենք հարգում, սիրում նրա արածը։ Ուժեղ ելնես Հարութ աղբեր, այս տեսանյութը նաև ես նվիրում եմ քեզ, քո գաղափարական ընկերներին, մեր բոլոր այն տղաներին, ովքեր մարտնչել են 44 օրյա պատերազմին եւ մնացել են անկոտրում։ Հզոր են եղել, մինչեւ հիմա էլ հզոր են։ Իջնենք բանով եթանք էլի, զողունի եթանք, այնպես գնանք բան։ Մորաքույր Սվետլանայի ծննդյան օրը, ու ով արդեն անակնկալի մեջ է, նրան անակնկալով տարել են ու այնտեղ հավաքված է եղել նրա ամբողջ բարեկամությունը, այս նեղ շրջանակներով նստել են, անակնկալ են արել, ուրախացրել են, հիմա նստել են ու նշում են նրա ծննդյան օրը, իսկ Հարութը գտնվելով ԱՄՆ-ում որոշել է իր ներկայացնել, իր ընտանիքի ներկայությունը ապահովի, մեր միջոցով մենք էլ մեծ սիրով գնում ենք Հարութի, նրա կնոջ Գոհարի եւ նրանց դուստրերի Նատալիի եւ Անուշիկի կողմից անակնկալ տանենք սիրված մորաքրոջը Սվետլանային եւ իհարկե այնտեղ էլի հոբելյար ունենք, ում ծննդյան օրն է, անունը Լիդիա։ Տիկին Լիդիայի ծննդյան օրն է։ Իսկ մնացած 3 ծաղկեփունջը մեր Հարութ աղբերը իր մորաքույրերին է նվիրում։ Անուշին, մեծ մորաքրոջը Լեռնուհուն եւ մյուս մորաքրոջը Սոնային, ով այսօր հարգելի պատճառով վատ առողջ է, չի եկել այդ առիթին ներկա գտնվել, բայց նրա ծաղիկները կփոխանցեն։ Եվ իհարկե մնացած ծաղիկները արդեն վարդի տեսքով բոլոր մասնակիցներին կնվիրենք Հարութի եւ նրա ընտանիքի կողմից։ Հարութը շատ է սիրում իր Հայաստան աշխարհը, իր բարեկամներին, այդպես պատճառով գտնվելով անգամ հեռվում իր ներկայությունը ուզում է որ զգացվի, իմանան որ նա շատ է սիրում բոլորին, ձեզ էլ է շատ սիրում Հարութ աղբերը։ Հարութ աղբերը հայրենասեր աղբերը, հայրենիք սիրողը։ Ցավոք հայրենիքը երբեմն չի կարողանում այնքան ռեսուրս տալ, որ մարդը մնա իր հայրենիքում, եւ սա մեր երկրում տարածված է։ Ցավոք շատ հայրենակիցներ ունենք, բոլորին ես բարևում եմ, ով գտնվում է օտար ափերում, ուժեղ եղեք, լավ եղեք։ Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի եւ բոլորդ կվերադառնաք եւ ձեր հայրենիքում կապրեք։ Անպայման ես այդ հույսը ունեմ, դրա համար մենք էլ մնացել ենք ստեղ, ինչքան կարանք, ուզում ենք այդ հարցը լուծենք։ Հիմա գնում ենք Զովունու ճանապարհով, ով կարոտել էր այս ճանապարհը, տեսեք, ասեմ ձեզ, լատոկի պակաս չկա անգամ։ Մենք էլ հավեսով այսպես գնում ենք այս լատոկների միջով, մեքենան աչուձախ փախցնելով։ Սա շատ կարևոր ճանապարհ է, բայց արի ուտես, որ ասֆալտելը պետք է։ Այսօր մենք ցածրահատակ մեքենայով ենք, դրա համար էլ վախս երակի քառակի է։ Ամոս հուսով եմ դու սա չես տեսնի բարեկամ, չես տեսնի ոնց եմ ես մեքենայի տակը խփում մի քանի անգամ։ Պետք չի որ տեսնես, հավատա, իմաստ չկա, որովհետև եղած է բարեկամ։
Ինչ էլ դեր եմ աղբերս, բայց եղած է, տակը մի երկու անգամ քսքստացրեցի։ Ոչինչ, հուսանք վաղը մեր մեքենայով կլինենք։ Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ վաղը Porsche-ով կլինենք։ Ես արդեն մոռացել էի ցածրատակ մեքենա վարելը։ Հիմա նորից զաշուզած հիշում եմ ու տանջվում։ Porsche-ով դե չես մտածում, էլ լատո կնգալ ինչ կլինի, ոչ բանը չի լինի, բայց սրանով աղբերս էսի ցածր է, էլի, խփում է հատակը, դխկում է, ծռում է, վդից գցում է մեքենան, առնողն էլ ասում է, այսի չելած ավտո է, սա այդքան փող չեմ տա։ Այդ դրա համար ընկերներ, պետք է ջիպ քշես։ Տեսեք, այստեղ արդեն ասֆալտը բարբոքացավ։ Բայց փոսերը չչեզոտկացան, նրանք կան, նրանք պատրաստ են ջարդել ձեր մեքենայի ակերը, ընթացամասը եւ ձեր նյարդերը։ Այնպես որ ուշադրությունը գետ, մեկ վայրկյան չպետք է կորցնես։ Տեսեք, Զովունու ձորակն է ընկերներ։ Այս ձորակը կապում է Զեյթունը Զովունուն։ Զեյերն է կապում իրար։ Քիչ այն կողմ արդեն բարվոք է ճանապարհը, բայց այս կողմը հələ բարվոք չի։ Սա պետք է սարքեն դեռ։ Բայց ինձ թվում է նաև մի մոստ կգցեն, ինչ է եղել որ։ Մի քփլիկ գեղեցիկ մոստ դեպի Զովունի։ Եվ դա կլինի ավելի հզոր։ Խուսափելով խցանումներից այստեղով շուտ կհասնես Զովունի։ Հիմա որ գնանք Կոմիտասով կբռնեինք խցանում։ Իսկ խցանում բռնելը Երևանում ասեմ ձեզ շատ հեշտ է։ Խցանումները շատ են դանդալոշացել, նրանց հեշտ ես բռնում։ Ճարպիկ չեն, էլի, որ փախնեն չբռնես։ Ես ցանկանում եմ, որ այստեղ լինի ասֆալտ։ Ֆոկուս թող լինի, որ հաջորդ գալուց ասֆալտը զաշիբիսը լիպալի։ Գնացինք։ Որից սիրուն տեսաները նկարիր, կիրճը, Զովոնում։ Արես ինչ է նկարի։ Չես նկարե, չէ։ Ես գիտեի, որ չես նկարե դու։ Ուզում էր խույս տայր ինչ է, չի ստացվել Վարդան։ Նորակառույցներն են։ Ասում են նորակառույցները ահագին խնդիրներ են տալիս նորաառներին, որ նոր են առնում նորակառույցում բնակարաններ, ասում է գազի խնդիր առնում, կոմունալնի խնդիրներ, այդ խնդիրները հարկավոր է վերացնել։ Ես բարձրացնում եմ ձայներ, որոնք հասնեն լուծման ու սրտանց, առանցատելության, ժպտալով ու ուրախանալով, որ գոնե ունենք նորակառույց։ Ինչ անենք, որ մեր երկու թղթաբանական հարցեր կան, գազը ջուրը չի երիքում, որ սանշենք է։ Ահա ընկերներ, Զովունու կիրճի նորաստեղծ ճանապարհն է, որը գլալ են գնում ես, առանց լատոկ, առանց ինչ-որ խոչընդոտների, հրաշք կերպով ընթանում ես առաջ, չես էլ մտածում, որ կվնասվի քո մեքենայի ակը, անվահեցը եւ արգելակման ափսեները։ Իհարկե նաև տրավեսը դա մի երկաթ է, որի վրա հավաքվում է արջևի ընթացամասը։ Հայերեն տրավեսի անունը չգիտեմ, բայց կարող եմ ասել թրակշերք, որը կշերքում է եւ ծանր ու թեթև անում ճանապարհը։ Ու դու ապահովորեն գնում ես։ Արա տեսած ցեմենտ է թափեթազա ճանապարհի բաներ առաջացել։ Սես ելուսային արգելքներ։ Բայց անցանք ընկերներ։ Քանաքերավանն է աչից, բայց մենք գնում ենք ձախ դեպի Զովունի։ Զովունին Զովունի։ Եվ այնտեղ Զով է միշտ, դրա համար էլ Զովունի։ Երևանյան գեղեցիկ կոլորիտն է։ Բայց այս ճանապարհը բանա, դեռ ասֆալտել պետք է անեն, սա դեռ ուզորավոր է։ Գնացինք։ Ահա մենք հասնում ենք արդեն Հարութ աղբերն զանգեց։ Հարութ աղբեր։ Մենք էլ հասանք աղբեր։ Բարի գուն, բարի լույս ձեր մոտ։ Հասանք։ Այսա մտնում եմ շխուր անեն աղբերս։ В общем, Սվետլանա մորաքրոջ ծնունդն է։ Լիդա քերակնոջ, հա, Լիդա քերակին։ Հա։ Դու այդպես մնա ինձ օգնի։ Արա ես լավ ձև եմ մտածել, ասես իսկ կարան օգնեմ, որ անունները մոռանամ։ Դե հանեմ։ Հա, սա մոտս է։ Սոնամորքուրը հա գիտեմ, իրան տալիս ենք աղջկան։ Եթանք։
Արա պարում են, DJ-ն կարաս իջնես մտնենք։ Հա, իջեցրու գանք։ Իջեցրու։ Բարև ձեզ հարգելի Նայք աղջիկներ, շնորհավոր բոլորիդ մի ամսյակը մարտի 10-ը ծափեր տվեք դուք ձեզ։ Որտեղ է մեր Սվետլանան, Գոբելյարը, մեր տիկին Սվետլանա։ Ձեզ հրավիրում ենք, եկեք։ Մի հատ էլ Հոբելյարում։ Եվ իհարկե մեր տիկին Լիդան, այո։ Եկեք, ձեզ համար անակնկալ ենք բերել հեռուներից։ Վստահ, ավելի վստահ, եկեք։ Այսօր ձեր ծնունդն է, հա։ Տիկին Լիդա։ Հլը ոչ չի գալի։ Արի, տենակ ոնց ես։ Գալիս է։ Հլը տենա։ Ինչպես է ձեր տրամադրությունը, տիկին Սվետլանա։ Դուք կասկածներ ունեք ում կողմից է մեկը, հա։ Հաթոգա։ Հա։ Ծափեր տվեք մեր հոբելյարների համար։ Դու ինչ էր ինձ ասում։ Այսօր ձեր ծնունդն է։ Պետք է ուրախանաք։ Եթե չուրախացաք, ես եմ ուրախացնելու։ Եկեք կանգնեք ձեր տալ, հա, տալիկով։ Հա, ձեր եղբոր կինն է։ Քույրիկներ եք, էլի։ Շնորհավոր ձեր ծննդյան օր ես վարում եմ հրավառություն, դուք էլ ծափեր եք տալիս։ Ծափեր ենք տալիս, ուժեղացնենք այս պահը, սեր ու հարգանք ցույց տվեք, ճիշտ է, բոլորիդ օրն է ինչ-որտեղ, բայց առանձնացնում ենք ձեզ երկուսիդ, որովհետև ձեզ հենց տենց են ուզեցել, որ գանք շնորհավորենք, բայց թե ով ա ուզել, ես ձեզ հարցնեմ ով ա ուզել, ասեք ով ա ուզել, որ ես գամ շնորհավորեմ ձեզ։ Հəl ասեք։ Ամերիկայից։ Դուք շատ շուստերի եք։ Այո։ Ամերիկայից։ Հարութի գեղեցիկ ընտանիքի կողմից։ Ձեզ առանձնահատուկ շնորհավորանքներ։ Առողջ լինեք, լավ լինեք, ժպտակ միշտ ու փայլեն ձեր աչքերը։ Անակնկալը ստացվել է, ես գիտեմ ձեզ խաբելով եմ բերել, հետո տեսել եք բոլորը հավաքված են, հա։ Ուրախացաք։ Լավ են արել, լավ բանի համար են արել։ Դե մատ երկուսով փչեք ես մոմեր, թող կատարվեն ձեզ։ Ախ, ինչքան եմ սիրում քեզ։ Ասեմ ձեզ, որ դուք Հարութի շատ սիրելի մորաքույրն եք, ձեզ քաղցրություն ենք տալիս։ Քաղցրությունը կարող եք փոխանցել ձեր դստերը, դուստերն է, այո։ Տվեք իրան, հա։ Հիմա աղբերս արի կողերտն է, արի։ Ապրիս ծաղը տանեմ։ Ուրեմ, բանտենամ, աղբեր մի անգամից ծաղ մի տու, սպասի երկու։ Ձեզ ծաղիկներ։ Ձեզ նույնպես։ Քանի որ Հարութը մորաքույրներին բոլորին շատ է սիրում, մայրիկի գլխավորությամբ։ Մայրիկն ուր է մեր Հարութի։ Ես էլ ձեզ ծաղիկներ։ Շատ սիրում է, բա գիտեմ որ Սոնա մորաքույրը այստեղ չի, նրա դուստերը։ Ուր է նրա դուստերը։ Եկեք, երկու հեռախոսով մոտեցեք, մի հատ էլ ես եմ տալիս։ Ես կտ... Մորաքրոջը։ Եվ իհարկե մեծ մորաքույրն ուր է, մեծ մորքուր։ Ուզում ես ես գամ։ Ուզում, հա? Բայց արի ստեմա սիրուն պահ պետք է կազմակերպենք, դու արի։ Հələ սիրուն այս նկարի տեսիշ սիրուն ենք անգնել։ Հարութի շատ սիրելի մորաքույրներ, մեծ մորաքրոջ գլխավորությամբ Հարութը առանձնահատուկ ասել է, որ ձեզ այսպես բերեմ ծաղիկները տամ։ Նացեք ձեր քույրիկների կողքին և իհարկե ձեր հարսիկի կողքին կանգնեք։ Կանգնել եք, պատրաստ եք բոլորդ, բտես մոտիկ կանգնեք։ Մոտիկ մի վախեցեք, քույրիկներ եք, չէ։ Հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր, որ ունեմ քեզ պես քույր։ Բայց սա ամենը չի, հիմա Հարութը բոլորիդ հատիկ ծաղիկներ կտա ու կշնորհավորի։ Հուսամ բոլորիդ կհասնի։ Շնորհավոր, միշտ առողջ լինեք, երջանիկ և փայլեք, փայլելու լիքը առիթներ ունենաք։
մի րոպե, ես կտամ։ Թողի ես տամ, ես ձեզ։ Ես ձեզ։ Ձեզ։ Ես կտայի, բայց ոչինչ։ Հերիքում ա բոլորին, ինչ լավ ա։ Հարութի շնորհավորանքներն են բոլորին։ Ում չի ասել ծաղիկ։ Վարդան, քեզ ար, վերցր։ Ում չի ասել։ Բայել ում չի ասել։ Ար վերցրու, ես էլ եմ տալի քեզ։ Դες ես բարձր տրամադրություն քեֆ եք անում, ուրախանում եք, մանավանդ դուք տիկին լիդա, ուրախացեք, ժպտացեք, դուք էլ բոլորդ ուրախացեք, այսօր ձեր օրն է, քեֆ արեք, մենք էլ գնանք, շնորհակալ ենք։ Հարութ, բարեկամս, ամեն ինչ կարգին է։ Հարութ, ստես։ Բարեկամներ, դե մենք գնում ենք այս ուրախ տրամադրությունից հետո մենք ուրախ պետք է գնանք հասնենք Երեգնաձոր։ Լավ մնացեք, լայքեք, բաժանորդագրվեք, մենք պոլիտ ենք արել, որ դուք չեք բաժանորդագրվել ու նայում եք մեր տեսանյութերը։ Բաժանորդագրվեք։ Լավա գլուխս չխփի մեր ռուբային։ Աղբերս, սա ոնց պետք է արինք։ Ախպեր կտանենք, սպասել է, պրոստը մի հատ իմանանք ուր ենք, ստե հիվանդանոց ուր դե գա։ Վարդան, եկար, ես էլ գետեի չես գալու, դե նստի գնացինք, լավ որ եկար հասար։ Ոնց արինք էլի նոր Հարութ։ Բարևներ Հարութի կողմից, Վարդան, ինքն էլ է բարևում։ Հարութը բոլորին է բարևում, ով նայում այս տեսանյութը, հարգանքներով, նա մեր հայրենասեր եղբայրն է, ով քիչ բան չի արել մեր հայրենիքի համար։ Դե բարեկամս, ես քեզնից շատ շնորհակալ եմ, ամեն ինչ ոնց պետք է կազմակերպել ենք, մենք է գնացինք աղբեր, գնանք հասնենք Երեգնաձոր։